Հիբրիդային հարձակումների մասին Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում շատ են սկսել խոսել։ Մասնավորապես 25 թվականի դեկտեմբերին, երբ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներ էին Հայաստանում գտնվում, արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հայտարարություն տարածեցին, որում նաև հայտնում էին, որ աջակցում են Հայաստանի Հանրապետությանը հիբրիդային վտանգների դեմ հակազդման գործում։ Հիբրիդային վտանգները դրանք նա է, երբ տվյալ ժողովրդին հակադիր թշնամական ուժերը հայտարարել են պատերազմ և տարբեր միջոցներով, ոչ զենքով, բայց օրինակ թվային եղանակով և քարոզչությունով փորձում են հակադրվող տեսակին բերել կապիտուլյացիայի կամ լրացուցիչ զիջումների և հետևաբար տարբեր գործիքներ օգտագործելով փորձում են հակադիր կողմի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել, այդ տեղեկատվությունը մշակել, նրա թույլ կողմերը գտնել և փորձել այդ հանրության վրա նաև քարոզչական գործիքներով ազդեցություն ունենալ։ Եկեք մի քանի օրինակ ձեզ ցույց տամ և հասկանանք արդյոք այդտեղ օրինակ կան հիբրիդային վտանգներ թե չէ և դրանք ինչ առնչություն ունեն նույն Եվրոպական միության և Հայաստանի իշխանությունների հետ։ Եվ այսպես, Շվեդիայում գրանցված մի ընկերություն կա, think tank, որի անունն է Institute for Security in Development Policy, այսինքն անվտանգության և զարգացման քաղաքականությունների ինստիտուտ։ Որոշ աղբյուրներ, շվեդական և այլ աղբյուրներ, ենթադրաբար անկախ աղբյուրներ, տարածեցին հետազոտություն, որով ապացուցում էին, ցույց են տալիս, ես հղումը այստեղ ներքևում կտեղադրեմ, հիմա դուք էլ կտեսնեք պատուհանում, որտեղ ասվում էր, որ այս կազմակերպությունը ուղիղ և անուղղակի կապեր ունի Ադրբեջանի դիկտատորի հետ և ադրբեջանական այլ կազմակերպությունների հետ։ Խնդիրը նրանում էր, որ այս կազմակերպությունը ծառայություններ էր մատուցում շվեդական և հիմա էլ շարունակում է ծառայություններ մատուցել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը։ Այսինքն Շվեդիայի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության վրա այս կազմակերպությունը կարելի է ենթադրել նաև ծառայությունների համար վճարվող գումարներից, որ ունեն մեծ ազդեցություն։ Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելուց հետո, երբ Ադրբեջանը հաջողություններ էր գրանցել, այս կազմակերպության տնօրենը, ում անունն է Svante Kornel, հիմա պատուհանում կտեղադրեմ իր անունը և նկարը կտեսնեք, հանդիսանում է այս պահին այս կազմակերպության տնօրեն, նա շնորհավորել էր Ալիևին և հիացմունքի խոսքեր արտահայտել։ Ինչպես ներկայացված է այս կազմակերպության ֆինանսավորողների մասին տեղեկատվության մեջ, այս ներքև պատուհանում հիմա նորից կտեղադրեմ, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը հանդիսանում է ֆինանսավորողներից մեկը։ Այս հետաքննական ուսումնասիրության մեջ նաև ասվում է, որ նշածս think tank-ը գումարներ է ստացել ադրբեջանական մի կազմակերպությունից, որի անունն է The European Azerbaijani Society, TAS, որը հիմա այլևս չի գործում, բայց իր գործունեության ընթացքում 15-18 թվականին այս կազմակերպությանը ըստ այս աղբյուրի գումարներ են տվել և այս կազմակերպությունը Եվրոպայում ակտիվ քարոզչություն էր իրականացնում, որպեսզի եվրոպական չինովնիկների մոտ պրոադրբեջանական դիրքորոշումներ լինեին Արցախի հետ կապված հարցերում։ Այս think tank-ի ներգրավվածությունը Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը խորհրդատվություն տալու մասով մտահոգիչ է նաև այն պատճառով, որ 2020 թվականից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների մեջ էին, OSCE-ի ղեկավար էր հանդիսանում Շվեդիան, այսինքն անվտանգություն և համագործակցության եվրոպական կազմակերպության այս խոշոր կազմակերպության, որը հանդիսանում էր այս բանակցային գործընթացի միջնորդ ու հովանավոր, դրա ղեկավարը ստացվում է, որ այդ պահին ուներ պրոադրբեջանական դիրքորոշում։ Նշված տվյալների համաձայն շարունակում է ծառայություններ գնել այս կազմակերպությունից։ Խնդիրը ավելի է սրվում, քանի որ Շվեդիայի նույն կառավարության և արտաքին գործերի նախարարության հսկողության տակ գտնվող SIDA կազմակերպությունը, այսինքն շվեդական միջազգային զարգացման համագործակցություն, բազմաթիվ ուղղություններով է ներգրավված, իր կայքում նշած է, որ ժողովրդավարություն, մարդու ազատություններ, իրավունքներ, այդ թվում փոքրամասնությունների, նկատի ունեմ սեռական փոքրամասնությունների, այստեղ պատուհանում տեսնում եք, որ LGBTI կոչվող համայնքի աջակցությանն է գումարներ հատկացնում, խոշոր աջակցություն ստացողներից է Հայաստանում գործող Eurasia Partnership Foundation կոչված կազմակերպությունը։ Երբ դիտարկում ենք Եվրասիա համագործակցության հիմնադրամի տարեկան հաշվետվությունները,
եւ վերջինը առկա է միայն 23 թվականինը, 24-ն ու 25-ինը չկան, ապա այստեղ երևում է, որ ընդհանուր նրանց կողմից ստացված գրանտները շուրջ $1,500,000 են կազմել եւ իրենց կողմից ներկայացված տվյալի համաձայն այստեղ պատուհանում կտեսնեք կազմում է այս գումարի շուրջ 15%-ը, ինչը մոտավորապես $220,000 ԱՄՆ է կազմում, այսինքն միայն 2023 թվականին այս շվեդական համագործակցության կոչվող կազմակերպությունից SIDA-ից ստացել է այսքան գումար։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հերթին դրամաշնորհեր եւ ծրագրեր է բազմաթիվ իրականացրել եւ շարունակում է իրականացնել այլ կազմակերպություններ ներգրավելով։ Օրինակ այդ կազմակերպություններից է իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը, որոնց կայքում նշված է, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը գործընկեր է։ Սա նաև այն կազմակերպությունն է, որը այսպես կոչված փաստերի ստուգման հարթակ է վարում։ Նաև այս կազմակերպության գործընկերներ շարքում նշված է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը Democracy Development Foundation, որից ըստ իրենց հաշվետվության, այստեղ ներքևում կտեղադրեմ 2024 թվականին են հասանելի, շուրջ $50,000 ԱՄՆ գումար են ստացել։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ կազմակերպությունը գրանցվել է 2022 թվականի դեկտեմբեր ամսին եւ իր հրապարակած տեղեկատվության մեջ երևում է, որ մեծամասամբ աջակցություն է ստանում Եվրոպական միության կողմից եւ Եվրոպական միության անդամ տարբեր պետություններից։ Այստեղ ինքը այդ կազմակերպությունը իր հերթին բազմաթիվ գրանտներ է տրամադրում այլ տեղական կազմակերպությունների եւ նաեւ օտարերկրյա կազմակերպությունների։ Ուշագրավ է, որ դրանցից մեկը, ինչպես այստեղ ներքևում եմ ցույց տալիս, որը կոչվում է Commit Global, ստացել է այս կազմակերպությունից շուրջ €120,000 գումար։ Երբ կարդում ենք սրա նպատակը, ապա տեսնում ենք ինչ գրված է. ծրագրի նպատակն է փախստականների կարիքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել ինչպես ԼՂ փախստականների, այնպես էլ այն հաստատությունների համար, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու եւ իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս կազմակերպության ղեկավար եւ համահիմնադիր է հանդիսանում Woman Bogdan Ivanel։ Նկարը տեղադրում եմ ներքև։ Ինչպես երևում է, այս կայքում գրված է այս կազմակերպության կայքում, որ նա հանդիսանում է համահիմնադիր եւ խորհրդի անդամ։ Ինչով է մեզ հետաքրքիր այս անձի կողմից այս ծրագրում ներգրաված լինելու Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետությունում այս ծրագրերում գործակցելու մասով, որը, ինչպես արդեն նշված էր իրենց կայքում, արցախցիների փախստականների մասով թվային որոշակի լուծումներ է փորձում տալ ըստ իրենց ներկայացման ի բարօրություն այս փախստականների նրանց իրավունքների պաշտպանության հարցում եւ ծրագիրն էլ Եվրոմիության կոչվում է Մարդու իրավունքները փախստականների համար եւ հետ։ Այս անձը մեզ հետաքրքիր է նրանով, որ 2016 թվականին իր դիսերտացիոն աշխատանքի շրջանակներում հրապարակել է մի աշխատություն, որի վերնագիրն է Puppet States: A Growing Trend of Covert Occupation։ Ես հղումը կդնեմ այստեղ ներքևում, այս հոդվածում նա անդրադառնում է նաև Արցախի մասին է հղում անում Puppet State ասելով, այսինքն խամաճիկ պետություն, եւ իր հոդվածի էությունը նաև կայանում է նրանում, որ ասում է, որ Puppet State, այսինքն խամաճիկ պետությունը, այլ օրակարգեր, քաղաքական տարածաշրջանային օրակարգեր առաջ մղելու համար այլ պետության տարածքում կազմավորումներ ստեղծելն է։ Եվ Արցախի ժողովրդի մաքարումները, ազգային ազատագրական պայքարը ներկայացվում է որպես Puppet State, այսինքն խամաճիկ պետություն։ Եվ սա ցավալի է, որ տեղի ունենում այն ֆոնին, որ համաձայն որոշ աղբյուրների նա չգիտեմ քանի, բայց այցեր է կատարել նաև Արցախ 2012-ից 16 թվականների ընթացքում։ Հարգելի հայրենակից, այս ամենը մի փոքր դրվագ է նրա մեծ պատկերի, թե ինչպես են քաղաքասարակության կազմակերպությունները Հայաստանում գործում, եւ այս դրվագից նաև կարելի է ենթադրել, թե ինչ իրական շահեր են հետապնդում, հատկապես երբ տեսնում ենք, որ իշխանությունը շարունակաբար մարդու իրավունքներ է խախտում, ժողովրդավարության մեղմ ասած հերանիցում է, բայց այս կազմակերպությունները շարունակաբար լուռ են։ Արդարության համար նաև ասեմ, որ 17-ից 22 թվականների ընթացքում որպես անկախ փորձագետ ֆինանսական կառավարման ծառայություններ ինքս մատուցել եմ որոշ եվրոպական ծրագրերի։
Սակայն ժամանակի ընթացքում ես ինքս համոզվեցի, որ դրանք ԱՄՆ-ն հավանականությամբ հայկական շարժ չեն սպասարկում։